ուժային բալանսը նոր չի փոխվել։ Գոնե մերձավոր արևելքում իսկապես անկյունակարային իրողությունը հենց 2023-ի հոկտեմբերի 7-ն էր, հա, իսրայելա-պաղեստինյան կամ համասա-պաղեստինյան իսրայելյան այս պատերազմը։ Եվ հետո դոմինոյի էֆեկտով Սիրիա եւ այլն եւ այլն։ Սիրիա երբ որ ասում ենք, հասկանում ենք նաեւ դիմադրության առանցքի թուլացումը։ Բայց հիմա կարծես էլ ավելի է մոտեցել հենց անմիջապես Իրանի սահմաններին։ Մեզ, նաեւ մեզ։ Նաեւ մեզ, օրինակի համար միջև մեզ գալը տեսեք, հնակ Իրանը պայքարում է նաեւ թույլ կողմերից մեկը, խոցելի կողմերից մեկը, հա, Իսրայելը ունի բավական հնարավորություններ, դաշնակիցներ, Իրանի դաշնակիցները հիմա այն դաշնակից չունի այնպեսին, որ կարողանար խոսք ասել, եթե մի կողմ դնենք, ասենք Ռուսաստանը, որը միջնորդի դեր է ստանձնում, բայց ուր է, ասենք, դիմադրության առանցքը, ուր է օրինակ Հեզբոլլան, այս բոլորը ցույց են տալիս, որ մինչև հունիսի 13-ը Իսրայելը արդեն իսկ Իրանի դեմ պայքարել էր հենց այս պրոքսի ուժերին թուլացման ճանապարհով եւ միակ պրոքսի ուժը, որը մնացել է Իրանի դաշնակից եւ մինչև այսօր էլ, այսինքն դեպի Իսրայել հրթիռներ է արձակում, դա Եմենի հութիներն են, այսինքն չկա այն դիմադրության առանցքը նույն Սիրիայում, նույն Լիբանանում, որը կարողանար այլ ճակատներ բացել։